Պարոն Վարդանյան, այսօր հավաքվել եք դատախազության դիմաց Պաշտպանություն կաթողիկոսի պահանջը ինչու՞ն է եւ ինչ արդյունք եք տեսնում, որ կկատարվի։ Տեսնում եք անկեղծ որ լինեմ, ես պատասխանեմ, այո, մենք տեսնում ենք այդ արդարադատությունը, դա իրականանալու է վաղ թե ուշ, չեմ ասում հենց այսօր, բայց իրականանալու է, որովհետեւ մենք բոլորին, ով որ կմահաճույքով կամ ինչ-որ ցուցումով խնդիրները կատարե, կեղծ։ Մենք իրանց համ դեմքով ենք ճանաչում, համ անուն ազգանունով, համ իրանց բնակչության հասցեներով, լինելու է այդ ամեն ինչ, ժողովուրդ։ Մեր առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունը տեսնել իրավական երկիր, որը որ խաթարվում է ամեն օր։ Մենք ունենք մայր օրենք, սահմանադրություն։ Սահմանադրությամբ տված է ամեն մի գերատեսչության խնդիրները, ով ինչի համար է պատասխանատու։ Բազմիցս երկար ժամանակ մենք տարբեր կառույցներին նամակ ենք ուղղել սահմանադրության կետերի խախտման համար։ Մենակ մի կետ չէ, բազմակի կետերը խախտվել Հայաստանի Հանրապետության մայր օրենքից։ Իշխանությունը այսօր խոսում է սուվերեն ինքնիշխան պետությունից։ Եթե դու քո Հայաստանի Հանրապետության մայր օրենքը չես կատարում, մենք սուվերեն իշխանական պետություն, ինքնիշխան պետություն մենք տեսնում ենք, չկա տես բան։ Բոլոր կառույցները, որոնք որ պատասխանատու են իրանց մասով այդ կետերի հետևմամբ, բոլորը պատասխանել են, որ դա մեր ֆունկցիաները չի։ Հիմա մեզ հետաքրքիր է սահմանադրական կարգի տապալման համար Հայաստանի Հանրապետությունում կլինի մի հատ պաշտոնավոր մարդ, ով կստանձնի, կասի ես եմ պատասխանատուն եւ ես արել եմ սրա համար, լավ եմ արել։ Գոնե այդ պատասխանը ստանանք։ Այս վերջում հարցակում եկեղեցու վրա Կաթխիկոսին կալանել, չգիտեմ, Գալստանյանին կալանել, Աճապարյանին կալանել։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, եթե իրանք տերորիստ են, խի քրեական գործերի մեջ չկա տերորիստի հոդված։ Եթե նրանք քաղաքական գործիչներ են, ինչպես ասում էր մեր արդարադատության նախարարը, ասում էր մենք քաղաք բանտարկյալներ չունենք։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ մարդկանց, որ այդքան անուններ կարամ թվարկեն բազմակի, որոնք որ քաղաքական գործիչներ են եւ այսօր կալանատներում են։ Ինչի համար է կալանը այդ մարդկանց։ Եթե տերորիստ են, հանրային հրապարակեք, հանեք հրապարակի մեջտեղը գնդակահարեք։ Եթե քաղաքական գործիչներ են, ձեր կամքին չենթարկվող, ձեր կմահաճույքով չշարժվող, այդ մարդկանց բաց թողեք։ Վաղ թե ուշ դուք եք հայտնվելու այնտեղ։ Այ մի քանի տարի առաջ դեպք էր եղել, չէ, Արցախի պաշտոնյա անունը չտամ, որ կալանել էին, հետո ասել էին ինչ անենք քո համար, ասել էր ես բերդերը սիրուն ռեմոնտ արեք, որովհետեւ վաղը միշտ դուք եք նստելու։ Հիմա ես եմ հորդորում, քանի կարա քրեակատարողական հիմնարկների վրա ուշադրություն դարձրեք։ Սնունդը լավացրեք, ձեր համար եք անելու։ Դուք եք ընդ նստելու, դուք եք ընդ ճաշ ուտելու, զբաղվելու։ Մեր պահանջը արդար է։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության կետերով, ինչ որ գրված է, ով ինչի համար պատասխանատու է, թող անի այդ գործերը, չէ, թող գնան իրանց տները։ Այս անկեղծ որ լինեմ, սկի վարչապետից ակնկալիք չունենք։ Շատ անկեղծ էլի, որովհետև այդ նոր մի քիչ առաջ որ ասում ինքը ասում է սուվերեն ինքնիշխան պետությունը, ինքը սուվերեն մարդ չի, իրան բազմիցս ասել է, չէ՞, որ այդ մարդը ներդրված մարդ է Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ Ադրբեջանի դեսպանն է։ Այս մարդիկ երազել են սաղ կյանքում լինեն, հիմա դարձել են Ադրբեջանի դեսպան։ Ադրբեջանից, Թուրքիայից ինչ հրահանգ գալիս է, կես ժամ հետո շատ գերազանց 5+-ով իրականացնում են իրանց խնդիրները։ Ումից ակնկալի։ Փորձելու եք այսօր դատախազի հետ հանդիպել ու ներկայացնել ձեզ խնդիրները։ Անկեղծ մենք բազմիցս փորձել ենք հանդիպենք, նամակով ենք դիմել, կոմպիտենտ մարդ Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչություններին եմ ասում եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանցից բան են ներկայացնում, պաշտոն են զբաղացնում։ Կոմպիտենտ մարդ չկա, որ ինքը իր խնդիրը անի։ Բոլորը նայում են դեսպանին, Ադրբեջանի Հանրապետության Հայաստանի նշանակված դեսպանի դեմքին։ Ինքը այսօր ասում է, օրինակ, այսօր դատախազությանը ասում է բոլոր սպիտակ ավտոների վրա ակտ եք դնում։
Դատախազությունը հենվում է, սկսում է բոլոր սպիտակ ավտոները անհիմն կայացնել ու կալան։ Ինչի համար։ Այս մարդիկ նշանակված են զուտ Հայաստանը ներսից քանդելու համար։ Պրոստը մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նաև քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ես համահայկական ճակատ կուսակցության նախագահ, նաև համահայկական շարժման Երևանյան գրասենյակի ղեկավար։ Մենք պահանջում ենք մեր երկրից հեռու մնան այս մարդիկ։ Մեր օրենքները չափական են։ Սա նոտարական գրասենյակ չի, որ առավոտ շուտ ով ինչ թող բերի, պեչատեք, դնեք, ասեք սենց պետք է անենք։ Սա հստակ պետություն է, դարերի պատմություն ունի։ Դուք 7 տարվա մեջ այդ պատմությունը ոչնչացնում եք։ Դուք պատմությունը ստե ոչնչացնում եք, Ադրբեջանը մեր պատմությունը սեփականաշնորհում է։ Դա ո՞նց անենք։ Հիշում եք դեռ ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, որ Էջմիածնի հրապարակում հոգևոր հավաք պետք է կազմակերպի եւ քայլի դեպի Մայրաթոր ու Բեհարանի ազատագրի, բայց ամիսներն անցել ու այդ հավաքը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ինչու հրաժարվեց այդ մտքից։ Որովհետեւ իր մոտ մի պա եղավ 10 տիրադավների հետ, այսինքն ինքը սկզբից ուղարկեց 10 տիրադավների եւ զգաց, որ ժողովրդական ընդվզում կլինի։ Դրա համար չեղավ։ Բացի այդ ես հիմի խնդրեմ մեր եկեղեցականներին մեկ բան անեն էլ այդ աղոթի ժամանակ իր անունն էլ տան, կարող է մաքրվի։ Դες մարդը չարին է սովոր, այս մարդը չգիտեմ, հիշում եք ընտրություններից առաջ իրանց տան պատերը, չգիտեմ, սիմվոլիկաներ էր նկարած բան, բռնին այդ տունը ծախ ինչ, սենց։ Այդ մարդը սովոր է դրան։ Օրերս արգելվեց Վեհափար Հայրապետի ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչ եք կարծում, սա կապ ունի ժողովին մասնակցելու հետ, թե որովհետև նման բան երբևէ պատմության մեջ չի եղել։ Սա անմիջական կապ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան երևի ուզում է նշանակի Վեհափարի տեղը, բայց դա դժվարություն չի, թող ինքը կամային կանի, ասի ժողովուրդ, ես էլ վարչապետ չեմ ուզում լինել, ուզում եմ գնամ դառնամ Վեհափար։ Այնտեղ դա երկրորդական հարց է։ Այդ ժամանակ այնտեղ կարգ կա, չէ՞ որ ընտրում են Վեհափար։ Դե այդ խորհուրդը կնստի կորոշեն, այնտեղ պետք կգա այս մարդը, թե չէ։ Ինչ անգե սրա նրա հետևից։ Նա ամեն ինչ անում է, որ հայ առաքելական եկեղեցին քանդվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել որպես պետություն, բայց եկեղեցին պահել է։ Եկեղեցին այդ ամեն ինչ պահել է։ Դա իրան ձեռնատու չի, ինքը իր տերերից խնդիր ստացել։ Ինքը իր տերերից խնդիր ստացել, որ պետքա սաղ լուծարի, ես նոր ասեցի։ Հայկական պատմությունը ջնջվի, մենք դառնանք քոչվոր ցեղ, Ադրբեջանում գրվի հայկական պատմությունը։ Սա ամբողջովին խնդիրը դա է։ Այսինքն ամեն դեպքում դրսից հրահանգը կա։ Բնականաբար այո, որովհետև սրանք այդքան խելք չունեն, էլի։ Իրականում ոչ խելք ունեն, ոչ էլ այդքան կամք ունեն։ Եթե կամք ունենային 160,000 անվտանգության աշխատողներով ման չէր գա փողոցը։ Ասում եմ, ժողովրդավարական երկրում ժողովուրդն է ինձ քվե տվե, ինքը դուրս է գալի ման գալու, տեսել եք հետի ինչքան մարդ է շրջում։ Բայց եթե ես քեզ քվե եմ տվե, դու խի չես գալի, ես հասարակ քաղաքացի եմ, կարող ուզում եմ մի բան հարցնեմ։ Բայց դու ընձի պետքա ծառայես, եթե դու ընձի իմ քաղաքացիներին չես ծառայում, դու ումն ես ծառայում։ Հետաքրքիր հարց է, ում համար եք ծառայում։ Մենք հիմա այստեղից երթով կշարժվենք Նայեք, ես օրինակը բերեմ կներեք, տրիբուն A։ Ես տրիբուն A-ի հետ խնդիր չունեմ։ Ունեմ մեր լրագրողի, չէ՞ խնդիր։ Օրինակ կներեք ինձ, որ սենց եմ օրինակը բերում։ Լրագրողի ես ինտերվյու չեմ տա։ Ասեմ, գնացեք, ուրիշ մարդու գա տա։ Ինքը բոլոր եկեղեցիները պղծեց։ Այցելելով, պատարակի կարգը փոխելով, միտումնավոր, իր կողքը վերցնելով այն մարդկանց, եպիսկոպոսներին, ովքեր ունեն իրանց վատ անցյալ։ Օրինակ, 18 թվին բաներ, Բենթլի Սամոն էր։ Այսօր դարձել է Կճոյան, հա ոնց որ, Սուրբ Կճոյան։ Այդ կաթողիկոսը, որ ձեռնադրում էր ամեն մեկին տալիս էր մի հատ բան, այդ ի՞նչ է։ Եկեղեցու տնօրեն։ Այդ վաղ սա ուրախ վերցրեցին։ Հիմա որ կաթողիկոսը ասում է բանա, դու կարգալուծես, մենք իրան չենք ենթարկում, բայց դուք ումն եք ենթարկում։ Այն ժամանակ պաշտոն էր, հետաքրքիր էր վերցրեցիք, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանը եկավ, իր բնավորության համաձայն կոմպրոմիսները հավաքեց ձեր վրա, կանչեց ասես կամ դատվելու եք, կամ էս եք անելու։ Սաղդ գնացիք Ղազագիրը ստորագրեցիք։
Դա են ուզում։ Դրանց հետևից են գնալու մենք։ Դրանք են մեզի աղոտ քանելու, մեր երեխեքին կնքելու։ Ժողովուրդ, խայտարակություն է։ Մենք ճիշտ ասենց նայում ենք, խնդում ենք, կատակի ենք տալի, բայց խայտարակություն է։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ են չանում, այդ իրանց Ալեն Սիմոնյանն էր 2 օր առաջ նայում, ասում է ժողովուրդ, որ դուք իրար փողոց տենում եք, շնորհավոր եք իրար։ Աննա Հակոբյանն ասում է, որ բարևում ես մի հարցում, ոնց է, ինչ ես կարդում։ Հետաքրքիր սա ժողովրդավար պետություն ենք, օրինակ վարչապետը սրտիկներով այլ ժողովրդին ասում է սիրում ձեզ։ Վարչապետը սրտիկներով սիր է ժողովրդին մի քանի տարի առաջ։ Ես չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվեմ, բայց ինքը սիրել է, հասցրել է, սաղին սիրել է, հատիկ։ Այն որ գոռում էր, ասում էր տատիկ պապիկները 36,000 դրամ փող են ստանում, ոնց պետք է ապրեն, դեղ առնեն, կոմունալ մուծեն, չգիտեմ, էս անեն։ Հիմա տատիկ պապիկները, բախտները բերել է, որ իրանք Երևանում են ծնվել, շուտ են ծնվել, արվեստագետի կամ չգիտեմ, վաստակավոր գործի թոր են եղել, տներ են ստացել ստե։ Պետականորեն, պետությունը այն վաղ տները հատկացել։ Հիմա ասում է մարդ մնում է Մաշտոցի պողոտայում եւ բան ասում, նպաստ։ Ասում է ինքը միլիարդատեր է։ Տունը ծախի գնա ուրիշ տեղ։ Ընկեր, դու այդ Իջևանից տունը ծախիր եկար քաղաքը քանդի։ Հիմա ես մարդկանց ու ես ասում։ Յուղացին պետք է մնա իր յուղում, զբաղվի իր աշխատանքով եւ իր առօրյան ստեղծի։ Ամեն մարդու որ տալիս են պաշտոն, դառնում